Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1203-րդ օրն է։ Սովորաբար, երբ նորմալ երկրները բախվում են վատ իրավիճակի հետ, փորձում են գտնել ելք իրավիճակը նորմալացնել, իսկ Ռուսաստանը փաստորեն զրկված լինելով ռազմավարական ավիացիայից եւ սկսելով ակտիվորեն կորցնել նաեւ տակտիկական ավիացիան, մեծ խնդիրներ ունենալով Կուրսկի մարզում, փակ ուղիում գտնվելով Սումիի մարզում եւ այդ պայմաններում սկսել է հաղթանակներ հորինել, պատմելով իբր ոչնչացված զինամթերքի պահեստների ու Դնեպրոպետրովսկի մարզի վրա արդեն հարձակումների մասին, չնայած ավելի տեղեկացված մեր լսարանը գիտի, որ բոլոր փորձերը ռուսական զորքերի մտնել Դնեպրոպետրովսկի մարզ ավարտվում են նրանց համար ոչնչացումով, ինչպես եւ երեք նրանք փորձել էին պատկեր ստանալ ռուսական ռոպագանդայի համար, բայց բոլորը ոչնչացվել են հենց տեղում, սահմանին մոտ, բայց ոչ Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում։ Մեր Telegram ալիքում բազմիցս ցույց ենք տվել, թե ինչ տեսք ունի իրական հարվածը զինամթերքի պահեստներին, հատկապես հրթիռներով, երկրորդային պայթյունները երբեմն կարող են շարունակվել մի քանի օր, իսկ ռուսները, մասնավորապես Սալովյովը, ցույց տալով պարզապես հրթիռի ինչ-որ հարված, ինչ-որտեղ սկսել էր հորինել, թե իբր հարվածել են պահեստի եւ արևմտյան Ուկրաինայի օդանավակայանին, եւ ըստ Սալովյովի կամ ռուսական ռոպագանդայի այլ նման կերպարների իբր մեծ վնասներ են հասցրել, իհարկե ոչ, ինչպես ասացի, եթե խոցումը լիներ պահեստին, ապա զենքի պայթյունները կտևեին բավական երկար, իսկ եթե օդանավակայանում որևիցե օդանավ խոցվեր կամ ինչ-որ լուրջ ինֆրաստրուկտուրա, Ուկրաինան այն երկիրը չի, որ թաքցներ, հատկապես մենք ունենք արևմտյան մեր գործընկերները, դա թաքցնել հնարավոր չէ։ Այնպես որ թողենք Սալովյովի ստերը իրեն եւ իրեն հավատացողներին, ընդհանրապես Կրեմլին երևի թե չի հետաքրքրում, թե ինչ են մտածում արտաքին աշխարհում իրենց մասին, եւ հերթական հրթիռակոծությունը որպես վրեժ ներկայացնելով իրենց ժողովրդին եւ ռուսներին դեռ հավատացողներին նորից թիրախավորել են քաղաքացիական օբյեկտներ, Օդեսայում ծննդատունը, Կիևում խաղաղ բնակելի շենքեր, պարզապես իրենց միամիտ ժողովրդին եւ դեռ արտասահմանում Ռուսաստանին հավատացողներին ցույց տալու համար իբր թե վրեժ են լուծում։ Այս բոլորը ունի մեկ նպատակ՝ թաքցնել իրական խայտառակությունը, որի մեջ հայտնվել է Ռուսաստանը, եւ մոլորեցնել արտաքին աշխարհին, հատկապես Թրամփին։ Արտաքին աշխարհին իհարկե մոլորեցնել չեն կարող, բայց Թրամփի դեպքում Պուտինին գուցե հաջողվի։ Թրամփը կարող է հավատալ ամեն ինչի, ինչ Պուտինը կասի։ Մի խոսքով մի ալիքի մարտիկ են։ Այս գիշեր Կիևի ռմբակոծության ժամանակ տուժել է Ուկրաինայի գլխավոր տաճարը, Սուրբ Սոֆիայի տաճարը։ Շատերը աշխարհի տարբեր անկյուններում գիտեն, որ այս տաճարը հատուկ տեղ ունի Կիևի հայ համայնքի սրտում։ Պատմաբաններն արձանագրում են, որ դարեր առաջ, երբ թշնամու հարձակման ժամանակ այրվել էր հայկական եկեղեցին Կիևի Պադոլի շրջանում, Սուրբ Սոֆիայի տաճարը դարձել էր հայերի աղոթքի վայր։ Այո, սա Ուկրաինան է, որտեղ երկրի գլխավոր տաճարը թույլ է տվել այլ քրիստոնեական համայնքներին, մասնավորապես հայերին, անցկացնել իրենց ժամերգությունները երկրի գլխավոր տաճարում, եւ մինչեւ օրս տաճարը, որ արդեն դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման կենտրոն, էքսկուրսավարները հյուրերին մանրամասն պատմում են հայերի մասին, նրանց ներկայության եւ ներդրման մասին հին Կիևի կյանքում։ Պատմությամբ հետաքրքրվող մարդիկ լավ գիտեն, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Կիևի իշխան Վլադիմիր Մեծի կողմից ի հիշատակ իր կնոջ Աննա Կոնստանտինոպոլցու, ով հայ էր, ինչպես գիտեք, եւ այդ ամուսնությունն էլ դարձավ քրիստոնեության որպես պետական կրոն ընդունելու առիթ Կիևյան պետությունում, իմջալոց որը ռուսական քարոզչությունը միայն իբրև Կիևյան Ռուսիա է ներկայացնում, իսկ Աննայի հայ լինելու մասին ռուսները ընդհանրապես աշխատում են չխոսել։ Ես համոզված եմ, որ ռուսական քարոզչությունը ինչպես միշտ այս ամենը կփորձի ներկայացնել որպես վրեժ, հատուցում, վրեժ ռազմավարական ավիացիայի կորստի կամ ռազմաճակատում ռուսական զորքերի ծանր կացության համար, նրանք իրենց ստորությամբ այդ ամենը կհիմնավորեն հարվածներով Օդեսայի ծննդատանը կամ տորթի խանութին Կիևում կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանվող քրիստոնեական ժառանգության կառույցներին կամ պարզապես բազմաբնակարան շենքերին, բայց իրականում այսպես է բացահայտվում Պուտինի ռեժիմի եւ նրա աջակցողների վայրագեությունը եւ էժանությունը, այն որ կռվում պարտվել են եւ արդեն փորձում են ճանկռելով վնաս տալ, ինչը տղամարդու համար ստորության գագաթնակետն է։ Ինչպես գրել էի իմ հրապարակման մեջ Facebook-ում, Ուկրաինան եղել է, կա
եւ կլինի, իսկ թշնամին ոչ։ Սուրբ Սոֆիան, Կիևը, Ուկրաինան շատ բան են տեսել, շատ բանի ինչով են անցել։ Սա էլ տեսանք եւ սրա միջով էլ կանցնենք։ Անաստվածը չի կարող հաղթել Ուկրաինային, դա պարզապես հնարավոր չէ։ Իդեպ հայերի մասին խոսեցինք, օրերս Interfax Ukraina գործակալությունը անդրադարձել էր մեր համայնքի երկիրը պաշտպանելու գործին, հոդվածը վերնագրված էր հայերը, որոնք Ուկրաինայի երկինքն են պաշտպանում, Վիրմենը եկիտրիմայուտ նեբը նад Ուկրաինայու, դե հայերի եւ երկնքի պաշտպանելու թեմայից անցնենք օդային ուժերի ռելիզին, ովքեր կցանկանան կարդալ հոդվածը, ես հղումը կդնեմ եթերի նկարագրության մեջ, դե հայերի եւ երկինքը պաշտպանելու թեմայից անցնենք օդային ուժերի պրես ռելիզին, ավելի ճիշտ վիճակագրությանը, որքան հարված էր հասցվել, ինչ միջոցներով եւ ինչպես Ուկրաինայի օդային պաշտպանությունը հակազդեց այդ ռուսական հարձակումներին։ Հունիսի 10-ի գիշերը ռուսական բանակը հարձակվեց Ուկրաինայի վրա 322 օդային թիրախներով, որոնցից 284-ը վերացվել են ուկրաինական հոբուժերի կողմից։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի օդային պաշտպանության գերատեսչությունը։ Օդային հարձակումը հետ մղվեց ավիացիայով, զենիթ-արտիլերային զորքերով, էլեկտրոնային պատերազմի եւ անօդաչու համակարգերի վնասազերծման էլեկտրոնային միջոցներով, ինչպես նաեւ Ուկրաինայի պաշտպանության ուժերի շարժական կրակային խմբերով։ Նախնական տվյալներով ՀՕՊ-ը չեզոքացրել է թշնամու 284 օդային հարձակման միջոց, 220-ը խփվել է զենքով, 64-ը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, խոցված տիրախներից 213-ը թշնամու շահեդ դրոններ են, 2-ը KN-23 բալիստիկ հրթիռ, 5-ը Իսկանդեր K թեվավոր հրթիռ, հարձակման հիմնական ուղղությունը Կիևն էր, թշնամու օդային հարվածներ են գրանցվել 11 վայրում, իսկ խփված բեկորները ընկել են 16 վայրում։ Իդեպ իմ ձեզ համար անալիտիկայի այսօրվա հեռարձակումը պատրաստում էի հենց բալիստիկ հրթիռների տարափի տակ։ Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել եթերը, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան ճշմարտությունը Ուկրաինայի մասին եւ այն վիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը, շատ կարեւոր է նաեւ անալիտիկայի եթերները, խնդրում եմ մի անտեսեք։ Ես պարզապես կիսել եմ ռազմական մասը։ Հակոբյան լայվով եմ եթեր տալիս, իսկ քաղաքական, աշխարհաքաղաքական թեմաները անալիտիկայով ինձ թվում է երկուսն էլ հետաքրքիր են։ Ժամանակի առումով նույնն է, ինչ որ առաջ, պարզապես 2.5-ից է բաղկացած։ Կիևում 1 մարդ զոհվել է ռուսական օդային հարվածի հետևանքով, 6 մարդ վիրավորվել, քաղաքի 7 թաղամասերում գրանցվել են ավերածություններ եւ հրդեհներ։ Ոչ մի խոցման կամ անկման վայր չունի այլ նշանակություն, քան քաղաքացիական, առևտրի կամ հոգեվոր։ Մինչդեռ Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, 9 վիրավորվել է։ Օդեսայում ծննդատուն էին թիրախավորել ռուսները, դե երևի իրենց խելքով դա ռազմական օբյեկտ է կամ հղի կանայք Պուտինին վախեցնում են, չգիտեմ։ Կրեմլի կոլոտի ու Վաշինգտոնի բոյովի լոգիկան սովորական մահկանացուների համար բարդ ընկալելի է։ Ռուսական հարձակումը Խարկովում խլել է 4 մարդու կյանք, ինչպես գիտեք, Խարկովը հաճախ է դառնում ռուսական գրոհների զոհ։ Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հերթական ահաբեկչական հարձակումից հետո Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան կոչ արեց արևմտյան գործընկերներին ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը եւ ուկրաինացիներին լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ փոխանցել։ Նախագահ Զելենսկին իր հերթին նշել է, որ Ռուսաստանը շարունակում է անտեսել ցանկացած դիվանագիտություն։ Արևմուտքը պետք է ուժեղացնի կոշտ ճնշումը Ռուսաստանի դեմ, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Իմիջիայլոց արդեն ասել եմ մեր եթերներում, որ Ուկրաինան պատրաստ է 70 միլիարդի զենք գնել Ամերիկայից։ Գումարը պատրաստ առանձնացրած է, բայց Թրամփը ոչ միայն օգնություն չի տրամադրում Ուկրաինային, այլ նույնիսկ չի վաճառում զենք։ Երևի հույս ունի, որ մենք կմնանք առանց զենք, որ իր բարեկամ Պուտինը մեզ ավելի շատ վնասի։ Արդեն առիթ ունեցել եմ ձեզ տեղեկացնել, որ նույնիսկ Բայդենի վարչակազմի տրամադրած զենքը Թրամփը չտվեց մեզ, այլ ուղարկեց մերձավոր արևել։ Այսպիսին է Թրամփը։ Իմիջիայլոց 3-2 մեկնաբանություն տեսա եթերի տակ Արմեն Չիբուխչյանի վերաբերյալ, ասեմ, որ Արմենը մեծ ավանդ ունի հայության եւ Հայաստանը ներկայացնելու գործում, մասնավորապես Ուկրաինայում։ Մենք Արմենի հետ կազմակերպել ենք 500 եթերից ավել ուկրաինական հեռուստաալիքներում։ Նման բան ոչ եվրոպական միության երկրից չի եղել։ Այն ադրբեջանցիները, որ հրավիրվում են որոշ յութուբյան ալիքների կողմից, դրանք հեռուստատեսային չեն, իսկ Արմեն Չիբուխչյանը հրավիրվել է հենց ուկրաինական հեռուստաալիքներ։ Իհարկե ոչ միայն Արմեն Չիբուխչյանն է հրավիրվել, նաև Խզմալյանը, լուսահոգի Արմեն Հովանիսյանը, Կարենը Սարգսյան եւ էլի մի քանի հոգի Հայաստանից հրավիրվել են հենց ուկրաինական հեռուստաալիքներ։ Չիբուխչյանի մասով ասեմ, որ ինքը պարզապես բոլորից շատն է հրավիրվել, նաև իր Ամերիկայից լինելու պատճառով միանգամից համ Ամերիկայից էր պատմում, համ Հայաստանից, եւ ասեմ ձեզ, եթե մեզ Ուկրաինայում տեղացի հայերին չհաշվենք, ամենաշատ լավ ընդունվում են Չիբուխչյանն ու Խզմալյանը, այնպես որ Արմենը կարող է իր կարծիքը ունենալ Թրամփի մասով, գուցե դեռ փորձում է դասական ոճով լոգիկա գտնել Թրամփի քայլերում,
դա նորմալ է, ժամանակի ընթացքում Արմենն էլ կընկալվի այնպես, ինչպես ինքը կուզեր այդ հարցում ընկալվել։ Համենայն դեպս եւ մենք ենք կիսվում Արմենի նյութերով եւ Արմենն է կիսվում մեր եթերներով, որևիցե կոնֆլիկտ չկա եւ չի կարող լինել, որ վաղուց ենք իրար ճանաչում եւ միասին գործունեություն ծավալում։ Պարզապես Արմենը ունի իր ֆորմատը, ես ունեմ իմ ֆորմատը եւ որպես քաղտեխնոլոգ ես իրադարձությունները ոչ թե լինելուց հետո եմ պարզապես մեկնաբանում, այլ շատ ժամանակ գիտեմ ինչ է լինելու, գիտեմ ինչու է լինելու եւ հենց այդ պատճառով աշխատում եմ մեր եթերներում զգուշացնել, եթե շատերը կհիշեն նույն եվրոդիտորդների մասին, իմ բարձրաձայնած հարցերը, նույնս վերջերս Հնդկաստանի եւ Պակիստանի միջև բախումներից հետո ես բարձրացեցի հարց, որ Հայաստանում պետք է պաշտպանության նախարարությունը բացատրի ինչու է հենց հնդկական զենք գնել, երբ Հնդկաստանը փաստացի պարտվեց Պակիստանին, եւ այդ թեման հիմա է դարձել պոպուլյար, երբ Ադրբեջանը գնել է նույն ինքնաթիռները, ինչով Պակիստանը ծնկի բերեց Հնդկաստանին։ Ինչ ասեմ, ինձ ճանաչողները գիտեն ինչ եմ անում ես, ինչի համար եմ դա անում, ես իմ փորձը փորձում եմ փոխանցել մեր հայրենակիցներին, նաեւ Հայաստանում, որպեսզի իրենք կարողանան ավելի ճիշտ կողմնորոշվել, ինչքանով են նրանք օգտվում մեր խորհուրդներից, դա արդեն թողնենք իրենց խղճին, ամենայն դեպս մենք չենք կարող բարձրաձայնել այն, ինչը կարևորում ենք։ Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ռուսաստանի ռազմարտունաբերական համալիրի օբյեկտներին, Ռուսաստանի տարբեր մարզերում եւ օկուպացված տարածքներում, մեր Telegram-ում ունենք բազում կադրեր, YouTube-ում ցուցադրում եմ ձեզ պարզապես օդային քարտեզը, թե ինչպես ռուսական օդանավերը չէին կարողանում օգտվել Մոսկվայի օդանավակայանից։ Ուկրաինական դրոնները գործել են ոչ միայն Մոսկվայի մարզում, այլև մի շարք այլ մարզերի տարածքում, բայց ի տարբերություն ռուսական զորքերին, մերոնք թիրախավորում են բացարձակապես ռազմական թիրախներ, հաճելի կադրեր, ինչպես միշտ մեր Telegram-ում ունենք, շատ հաճելի կադրեր ես կասեի։ Անցնենք ռազմաճակատի լուրերին, վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 174 մարտական բախում, մարտերն ընթացել են 12 ուղղություններով, ուկրաինական զորքերը հարվածել են թշնամու անձնակազմի, զենքի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 23 տարածքների, ուկրաինական ուժերը շարունակում են իրենց գործողությունները Կուրսկի ուղղությամբ, վերջին մեկ օրվա ընթացքում այս տեղամասում տեղի ունեցել 38 զինված բախում, Ծոտկիների շրջանում ռուսական զորքերի վիճակը հենց ռուսների կողմից գնահատվում է կատաստրոֆիկ։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները Ուկրաինայի դեմ մարտերում կորցրել են եւս 960 զինվոր, Ուկրաինայի զինված ուժերը նաեւ ոչնչացրել են թշնամու 426 միավոր զինտեխնիկա եւ սպառազինություն, 22 թվականի փետրվարի 24-ից մինչև այսօր թշնամու ընդհանուր մարտական կորուստները կազմում են մոտավորապես 998,080 զավթիչ։ Ամենայն հավանականությամբ վաղ թիվը կհասնի կամ շատ կմոտենա ուկրաինական գենշտաբի կողմից փաստաթղթավորված 1 միլիոն ռուսական կորուստների գնահատականին։ Այսօրվա հաղորդման համար այսքանը, շատ շնորհակալ եմ ձեր օգնության, լայքերի, հեռարձակումների տարածման եւ ալիքին բաժանորդագրվելու համար։ Հատկապես խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել մեր այս նոր ալիքին։ Հիշեցնեմ, երկու ալիքներն էլ աշխատում են զուգահեռ, խնդրում եմ տարածեք երկու եթերներն էլ, իսկ մեր Telegram-յան ալիքում լուրերը օրը 24 ժամ են ներկայացվում։ Մաղթում եմ ձեզ հաճելի երեկո, կհանդիպենք։